ոչ մի դեպքում բացի Սամվել Կարապետյանից ուրիշին ձայն չենք տալու։ Բայց Իշխող քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ լայնածավալ ապատեգատվական արշավ է սկսել։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է ահազանգել, նշելով, որ ԿՊ-ն տարբեր հարթակներով, այդ թվում հանրային հեռուստատեսության եթերով եւ սոցիալական ցանցերի կեղծ էջերով տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Կարապետյանի պնդմամբ շրջանառվող այն թեզերը, թե ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է կամ թե Սամվել Կարապետյանը չարել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում բացարձակ կեղծիք են։ Սամվել Կարապետյանը այսպիսի բան չի ասել, սա ԿՊ-ի սուտն է, կեղծ բան է, որը բազմաթիվ լրատվականներ տվել են, որ կեղծ է, ու այս էջն էլ է կեղծ, իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։ Պատկերացրեք, ասում են Ուկրաինայի պատերազմում Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, ինչ մնաց Հայաստանը պետք է դեռ իր հարցերը լուծի, որտեղ նենց վիճակում են Հայաստանին բերել, որ մենք այնքան հարց ունենք լուծելու, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա։ Հայաստանը Ադրբեջանի հետ դեռ չլուծված հարցեր ունի, հիշեցրել է մեր երկրի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանյան երկխոսություն պանելային քննարկման ժամանակ։ Սրան զուգահեռ Միրզոյանը առիթը բաց չի թողել ու եւս մեկ անգամ խոսել է հաստատված խաղաղության մասին։ Դժբախտաբար մեկն անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գրակոծների արդյունքում զոհեր չունենք 1 տարի ավելին Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը սահմանապահով վերացրել է արդեն Ադրբեջանը, սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի առևտուր, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ ուզում չափազանցել որևէ բան եւ չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն եւ վերքերը շատ թարմ են եւ երկու համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման կարիք ունեն իսկապես դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի պահվող անձիկ ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, կախվածություն չի ունենալու որևէ երկրից։ Այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա այսպես պատասխանել է Բելարուսի հետ հարաբերությունների լարվածությանը, շեշտելով, որ որևէ մեկնաբանություն չունի Բելարուսից եկած հայտարարությունների վերաբերյալ, իսկ հարաբերությունների վատացման վերաբերյալ հարցին Սիմոնյանը պատասխանել է։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44 օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները։ Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ ռուսական կտրուկ արձագանքին խորհրդարանի նախագահը նշել է. մեջբերում Հայաստանը ճորտ չի լինելու։ Եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմ անելու, թշնամանալու, ինչ որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով մեր փոքր պետությունը տեր կանգնենք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրներին, հասկանում եք, ես ասեցի յուրաքանչյուր երկրի հետ, լինի դա ֆրանսիական սապոգը, լինի, ես դրա համար նշում եմ, որ անկախ նրանից թե որ երկրին է վերաբերում, Հայաստանը պետք է իր ընտրությունը կատարի, ինքը ուզում է, չգիտեմ, մի մեծ աղբորը փոխարինի մեկ այլ մեծ աղբորը, ոչ, ինքը ուզում է իր ազատությունները զիջի ինչ որ բանի դիմաց եւ միջև որտեղ է զիջելու այդ ազատությունը, թե չի ուզում զիջի, ընտրության հարց է։ Իրանում ակնկալում են, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում Սպուտնիկ Արմենիային ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ենթադրաբար 2026 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։ Այցի գաղափարը հնչել է, բայց հետո մի շարք իրադարձություններով, այդ թվում Իրանի դեմ պատերազմով պայմանավորված
պայմանավորված երկիրն ամբողջությամբ կենտրոնացել է ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվել են։ Կարևոր է հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները, ընդգծել է դեսպանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին լուսաբանելիս պետք է հավասարությունը պահպանվի։ Քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ հրավիրված աշխատաժողովի ժամանակ հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Բացի ՀՌՀ նախագահից աշխատաժողովին ներկա էին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու Եվրախորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարը։ Ընտրությունների նախօրեին մեր մեթոդաբանությունը մի քիչ փոխեցինք և հանձնաժողովը չի հետևում մեխանիկական հավասարությանը։ Այս 19 գրանցված կուսակցությունից, որոնք մասնակցելու են ընտրություններին, 4-ը 5-ը, որոնք շատ ակտիվ են, մնացածը ոչ։ Կուսակցություն կա, որ նույնիսկ ծրագիր չունենա, չի տպի, ապա գրել, որ ինքը ծրագիր չունի։ Այսինքն ձեր քննադատությունը դա քննադատություն չէ, այս պարագայում այն ընդհանրապես փաստերի շարադրումն է եւ դա մեր կողմից ընկալվելու է հանձնաժողովի որպես հավասար պայմանների ապահովում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հորդորել է լրատվամիջոցներին ընթերցել ընտրական օրենսգիրքը, մասնավորապես քարոզչությանը վերաբերող հոդվածները։ Ընդհանրապես ընտրական օրենսգիրքը չբացել կարդալու արդյունքում մենք տեսնում ենք օրինակ նրա ասում, որ այստեղ խախտում է մի հորդոր, որ պահանջեք ձեր լրագրողներին, որպեսզի ընթերցեն ընտրական օրենսգիրքը։ Խնդրանք ես հորդորս դժվար չի։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քարոզչության իրավական կարգավորումները, իրավախախտումների արձանագրումն ու պատասխանատվությունը, ընտրություններին մասնակցող ուժերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը։ Անդրադառնալով արհեստական բանականությանը Եվրախորհրդի գործընկերները նշել են, որ այն կարող է օգնել, բայց նաև դառնալ կեղծտեղեկություն տարածելու միջոց։ Միանգամից 3 խոշոր հրդեհ տարբեր երկրներում Թեհրանի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է 11 հոգի, եւս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրդեհը բռնկվել է 3 երեկոյան, հայտնել են տեղի իշխանությունները։ Հրդեհները հանգիստ չեն թողնում նաև Լեհաստանին, երկրի արևելքում այրվում է 250 հեկտար փշատ Երևանտառ։ Կառավարությունը նախազգուշացրել է հնարավոր տարհանման մասին։ Իսկ Դուբայում այրվել է խոշոր երկնաքեր, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են Հեզբոլլահի մոտ 25 օբյեկտի, ներառյալ զենքի պահեստներ և ռազմական ենթակառուցվածքներ։ Սա տեղի է ունենում Իսրայելի առաջարկած հրադադարի ֆոնին։ Չնայած տարբեր երկրներ փորձում են արդարացնել իսրայելական հրետանու հարվածները, Հեզբոլլահը պարբերաբար շեշտում է, որքան ուժգին հարվածներ հասցնի Իսրայելը և փորձի գաղտնի ծրագրեր իրականացնել խաղաղության թակարդով, իրենց պատասխանը ավելի դաժան է լինելու։ Ի դեպ, իր ելույթում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շեշտել էր, թե Իսրայելը Լիբանանի հետ որևէ խնդիր չունի և հրադադար է կնքել։ Մինչդեռ Իսրայելի օդուժը քամուն է տալիս անգամ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, հարվածելով Լիբանանի բնակելի շենքերին, որտեղ Հեզբոլլահի նշույլ ակնհայտ չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավոր դադարեցնել ազատություն նախագիծը, նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Truth Social-ի իր էջում Թրամփը հայտարարել է, թե այս որոշման հիմք են հանդիսացել Պակիստանի և այլ երկրների խնդրանքը, Իրանի դեմ արշավի ընթացքում ունեցած հսկայական ռազմական հաջողությունը և վերջնական համաձայնության հասնելու հանգամանքները։ Չնայած այս ամենին, նեղուցը կշարունակի շրջափակված մնալ, մինչև կողմերի վերջնական և ամբողջական համաձայնության գալը։ Հորմուզի նեղուցը Իրանին չի պատկանում, նրանք իրավունք չունեն այն փակելու։ Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմում իրենք 60% հաղթանակ են տարել, մինչդեռ Իրանը ոչ հանձնվել է մինչ օրս, ոչ էլ առավել ևս ընդունել, թե Հորմուզի նեղուցը իր երկրինը չէ։ Միթե ԱՄՆ պետքարտուղարը չգիտի, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իսլամական Հանրապետությանը, իսկ հարավայինը Միացյալ Արաբական Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։ Ռուբիոն նույնիսկ հայտարարել է, թե ողջ աշխարհը Իրանի զոհն է, իրենց նպատակն էլ նեղուցը վերադարձնել նախապատերազմյան վիճակին։ Այս հայտարարությունն անում է մի պետքարտուղար, որի երկիրն առաջինն է պատերազմի դրոշ բարձրացրել։